Ֆիզիկայի բանաձևերից դուրս նրա կյանքը ակտիվ է, ժամանակակից ու բովանդակալից։ Առիթի դեպքում Արան հնարավորությունը բաց չի թողնում։ Ընկերների հետ հանդիպման վայրը փաբն է։ Բոլորը կատակներ խնդում ենք բան, շատ ենք խնդում։ Ֆիզմատցի պատանու ժամանցնել է, սակայն ուսման շուրջ պտտվում Արան բազմափորձ օլիմպիական է։ Վերջին 2 տարում արդեն 5 օլիմպիական մեդալ ունի աստղագիտություն, ինֆորմատիկա, ֆիզիկա առարկաներից։ Ես ուզում եմ որքան հնարավոր է շատ հաղթել օլիմպիադաներում։ Ես դժվարությամբ եմ հասկանում ինչպես են մարդիկ սովորում չհասկանալով, մեխանիկական հիշողությամբ կամ նման ինչ-որ ձևով։ Դուք իհարկե կատակում եք, պարոն Ֆեյնման։ Արան ֆիզիկայի հիմունքները սովորելիս աշխարհահռչակ ֆիզիկոսի գրքի վերնագիրը շատ է ասել ինքն իրեն։ Ռիչարդ Ֆեյնմանը 20-րդ դարի ամենաէքստրավագանտ ֆիզիկոսներից էր, ամերիկյան Մանհեթեն ծրագրի անդամներից, որոնք Լոս Ալամոսում աշխատում էին ատոմային ռումբի ծրագրի վրա։ Ֆեյնմանը նաև քվանտային էլեկտրոդինամիկայի գյուտարարներից մեկն է։ Հանճարեղ ֆիզիկոսի այս հայտնագործությունների մասին 16-ամյա Արան դեռ շատ բան չգիտի։ Նրան հայտնի են ֆիզիկայի ուսուցման Ֆեյնմանի հեղափոխական մեթոդները։ Շատ հետաքրքիր է կարդացվում, բացի նրանից, որ ինքը շատ օգտակար է, նաև շատ հաճելի է այդ կարդալը, որտեղ ինքը այդ գրողը Ֆեյնմանը անկախ իրանից ոնց որ հետաքրքրություն է մտցրել այդ գրքի մեջ ու տեղ-տեղ հումորներ անում։ Սիրելի գիտնականի պես Արան էլ բացահայտումների կողմնակից է, վստահացնում է քվանտային ֆիզիկան է իրեն ամենից շատ հոգեհարազատ եւ գիտի թե ինչու։ Քվանտայինի համար երևակայություն է պետք։ Սովորական ֆիզիկային, որ մենք նայում ենք, ասենք, բայ հեռախոս, չենք զարմանում, հեռախոս, բայց քվանտային ֆիզիկայում այդ հեռախոսը կարող է ալիք լինի։ Քվանտային թե էքսպերիմենտալ ֆիզիկա, ապագայի ընտրությունն է, բասկետբոլ եւ շախմատ, անցյալի ափսոսանքը։ Արա այն ինչ սիրում ես, Արայի ֆիզիկայով փորձարկված ներկայի կանոնն է։ Անի Հակոբյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։